Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախումբը հնչեցրեց Հայաստանի եւ Գերմանիայի պետական օրհներգերը։ Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Հանդիպմանը կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ու Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց, ապա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը ստորագրեցին համաձայնագիր Երևան եւ Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ։ Ապա Հայաստանի եւ Գերմանիայի նախագահները հանդես եկան ամփոփիչ մամուլի ասուլիսով, պատասխանելով նաեւ լրագրողների հարցերին։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի, շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասարության սկզբունքների հարգման վրա։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան։ Շտայնմայերը տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Գերմանիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի դրույթների համաձայնեցմանը եւ այդ ուղղությամբ Երևանի իրականացրած քայլերին հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ տարիների ընթացքում աշխարհը շատ է տուժել հակամարտություններից, ինչն արդյունավետ կառավարելն ավելի ու ավելի դժվար է դառնում։ Գերմանիայի նախագահի խոսքով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության լուծման համար կատարեն վերջին քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Բոլորս վկա ենք, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում իրեն շատ կառուցողական է դրսևորել։ Խաղաղության համաձայնագրում այլևս բաց հարցեր չկան եւ այլևս ոչինչ չի խանգարում, որպեսզի այն ստորագրվի, վավերացվի եւ իրագործվի։ Հայաստանը որոշումներ է կայացրել, որոնք հանգեցրել են խաղաղության համաձայնագրի հնարավոր դառնալուն եւ այժմ Ադրբեջանում պետք է բոլոր հնարավոր թերահավատությունները վերացնել։ Շտայնմայերի խոսքով Հարավային Կովկասում ապրող մարդիկ սպասում են, որ երկարամյա հակամարտությունը կդադարի, ինչը կհանգեցնի նաև տնտեսական զարգացման։ Հայաստանի համար հեշտ չի եղել հակամարտությունն ավարտելն ու հանգուցալուծման հասցնելը։ Շատ երկրներ կարող են օրինակ վերցնել այս գործընթացից։ Գերմանական Շպիգելի լրագրողը երկու նախագահներից ճշտեց, ինչ հիմք ունի լավատեսությունը, երբ Հայաստանում որոշակի վերապահումով եւ թերահավատությամբ են վերաբերվում Բաքվի մտադրություններին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը եւս մեկ անգամ ընդգծեց, Հայաստանը հետեւողական է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Այն դժվարությունները, որոնք կան եւ կլինեն, մենք գտնում ենք, որ դրանք հաղթահարելի են եւ ցանկացած հարց կարելի է բանակցային սեղանի շուրջ լուծել։ Պատերազմի ժամանակ ավարտվել է, Հարավային Կովկասը մեր տարածաշրջանը այլևս այդ ռեսուրսները չունեն նոր պատերազմների։ Եվ այս առումով է, որ մենք հետևողական ենք եւ լավատեսությունը, գիտեք, հիմնվում է իրատեսության վրա։ Մենք իրատես ենք եւ պարտավոր եւ անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են մեր մոտեցումները, այլ ընդհակառակը մոտեցնում են իրար։ Գերմանիայի նախագահը Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի խորհրդանի կողմից ընդունված որոշումը համարեց համարձակ քայլ։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը, դա համարձակ քայլ է, այստեղ բարեփոխումներին ուղղված շատ մեծ աշխատանք կա կատարելու, եւ մենք խոսել ենք նաեւ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Հայաստանում կա այն իրատեսական պատկերացումը, որ դեպի Եվրամիություն ճանապարհը երկար է։ Շտայնմայերը նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում օրակարգային նոր փաստաթղթի ստորագրման շուրջ։ Գերմանիայի նախագահը հիշեցրեց, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մոտ ապագայում կժամանի Հայաստան այդ բոլոր հարցերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Գերմանիայի նախագահը կարևորեց եվրոպացի դիտորդների ներկայությունը սահմանին, ընդգծելով, որ նրանք հավելյալ ապահովության երաշխիք են եւ վաղը անձամբ շնորհակալություն կհայտնի առաքելության անդամներին։ Տիգրան Հովակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։